Ախր դա անհեթեթություն է Վահան։ Արի թեմայով ընդհանրապես չխոսանք, թողենք թող Ղազարյանը հետաքննություն անի, տեսնենք ինչա պարզվում։ Ես չեմ ուզում, որ դու հավատաս Ղազարյանի ասածներին։ Վահան, ես ուզում եմ, որ մենք երկուսով փորձենք մի… Զար, ես չեմ կարող ընդհանրապես չհավատամ Ղազարյանին։ Զար, ախր հասկացի, ես իմ աչքով եմ տեսել։ Ասենք թե դահլիճում 1000 հոգի եղել է նկարել է, բայց ես չեմ կարող չկասկածեմ, թե ոնց է Ռուբենի մոտ հայտնվել այդ նկարները, մյուս նկարները։ Մերի մահափորձի օրը հաստատ ինչ-որ մեկը եղել է, որ այդ ամեն ինչը տեսել է, հետապնդել ու նկարել է։ Էլ չեմ ասում, որ մենք Շվեյցարիայից գալուց ոչ մեկին տեղյակ չենք պահել դրա մասին։ Նույնիսկ հարազատներս չգիտեն։ Բայց ինչի եք մտածում, որ դա Ռուբենն է, կամ իր սարքածն է, ինչի։ Զարա, այդ նոթբուքի մեջ է եղել այդ նկարները։ Որովհետև ինքը մեզ տեղյակ չի պահել այդ ամեն ինչի մասին։ Չգիտեմ, լուրջ չգիտեմ ես ինչ մտածեմ։ Ասում ես մի քանի տարի Ռուսաստանում աշխատել։ Հա, մոտ 10 տարի առաջ է հետ եկել։ Էլի իր մասնագիտությամբ աշխատել։ Կարծում եմ հա, դա Ռուբեն ուրիշ գործ չի էլ արել։ Դեռ ինստիտուտից արդեն թերթում էր աշխատում։ Իսկ Ռուսաստանում որ քաղաքում ու որտեղ, նկատի ունեմ, որ թերթում կամ տելեում աշխատել։ Կարծեմ Պետերբուրգում է եղել, բայց թե կոնկրետ որտեղ է աշխատել չգիտեմ։ Իսկ ինչի է վերադարձել, էդ էլ չգիտես։ Չէ, չգիտեմ։ Դե մենք ահագին երկար ժամանակ չենք շփվել։ Փոքր ժամանակ իրար լավ գիտենք, որովհետև նույն բակում էինք ապրում։ Բայց հետո ես տունս փոխեցի ու այլևս ինֆորմացիա չունենք։ Ընդհանուր ընկերներից էինք իրար մասին իմանում։ Մեկ էլ ես վերջերս ես գործի հետ կապված սկսեցինք ավելի հաճախ շփվել։ Փաստորեն բավական բան ունես բարձր, Հակոբ։ Ուզում եմ, որ Ռուբենի կենսագրականի բոլոր մանրամասները պարզես, ու ինչքան շուտ ընկալը։ Եղավ, լավ, կանեմ։ Ստաժիրովկետ քեզ չի խանգարի, չէ՞։ Չէ, ահագին թեթևացել եմ։ Դե ամենակարճ ժամկետներում մաքսիմալ ծավալուն ինֆորմացիա եմ սպասում, Հակոբ։ Եղավ, Ղազարյան։ Ես զարմանում եմ, Վրամ, ոնց է կարողանում Սուրենը այս իրավիճակում հավասարակ շռված մնա, իրան տիրապետի։ Մեկ ուրիշը իր փոխարեն վաղուց խուճապի էր մատնվել։ Չգիտեմ նավարդ, չգիտեմ։ Սարսափելի վիճակ է։ Մարդ չգիտի ինչ անի, ոնց ապրի, հավատա, չհավատա։ Այս ինչ փորձանք էր, որ եկավ մեր գլխին։ Ինչ փորձանք։ Այդ ջան, գուցե սապսը բերեմ մեզ հետ ճաշես։ Չէ, ինչ փորձանքի մասին եք խոսում։ Էլ ինչի մասին պիտի խոսենք, Այդա ջան։ Չգիտես վերջերս ինչ փորձանք եկավ մեր գլխին։ Հա, Նունեն։ Ինձ թվում է այդ դժբախտությունը մեզ դեռ երկար կտանջի։ Էմուլը եկավ դպրոցից։ Չէ, մի ժամից պիտի գնամ բերեմ։ Բայց դու ինչի ես գնում։ Ես տղերք եմ ուղարկել։ Այսօր ամբողջ օրը դպրոցի մոտ հսկում են։ Կզանգեմ, իրանք էլ կբերեն։ Ոնց հսկում են։ Հա, Այդա, դպրոցի մոտ հսկում են։ Ինչ է կատարվում։ Ինչ են մեր բոլորի հետևից ախրաննիկներ ման գալիս։ Հիմա էլ Էմուլին են հսկում։ Աջան, հիմա այնպեսի շրջան է, որ Վրամը մեր բոլորիս զգուշավորության համար ուզում է, որ մենք բոլորս հսկողության տակ լինենք։ Հա, բայց ինչ է կատարվում, ինչ չեք ուզում բացատրեք։ Ոչ մի բան էլ չի կատարվում։ Իզուր մի ուզվի։ Ուղղակի ես ուզում եմ համոզված լինեմ, որ բոլորդ ապահովության մեջ եք։ Դուք ինձ ինչ-որ բան չեք ասում։ Սուրենն էլ է ինչ-որ բան թաքցնում։ Ախր ես զգում եմ։ Նվարդ։ Այդ ջան, այս պահի դրությամբ
Վրամը հարմարա գտել։ Հա, բայց ինչ պահը։ Ինչա կատարվում այս պահին։ Դե հերիքա պատմություն սարքես։ Ասեցի ես տենց եմ որոշել։ Երեխեն միառժամանակ պարտադիր պիտի հսկողության տակ լինի։ Վերջ։ Ես հիմա կզանգեմ տղերքին, կասեմ թող երեխուն վերցնի։ Դու էլ զանգի Էմուլին, ասա թող մեքենային մոտենա։ Վրամ։ Այդ զանգի։ Իսկապես զանգի եմ։